Գիրե, որ նա փաստորեն այս շարժումներին մասնակից լինելով աքսորի է ենթարկվում, բայց չի դադարում շարունակել ուսումնառությունը եւ կարողանում է Մոսկվայի պետական համալսարանը ավարտել եւ Բաքվում է հասցնում գործունեություն ծավալել եւ հրատարակում է 1910 թվականին մի հետարքիր հոդված, որտեղ Միքայել Նալբանդյանի կերպարին է անդրադարձել։ Գրողին նա փորձել է ավելի մարքսիստական հայացքներով վերլուծել, եթե մենք այսօր հանում ենք այդ գաղափարախոսական որոշակի շղարշը, ստացվում է, որ սա առաջին լուրջ վերլուծությունն էր Նալբանդյանի կերպարին նվիրված իր ժամանակաշրջանում, այս առումով իհարկե կարևոր գործ է արել։ Եվ հետո տեսնում ենք նա շարունակում է այս ուղղությամբ իր հրատարակությունները եւ գրում է ուսումնասիրություններ, հոդվածների եւ այդպես գրքույկների տեսքով հրատարակում, օրինակ Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված, Ալեքսանդր Ծատուրյանին, Հովհաննես Թումանյանին եւ ուրիշների, այսինքն նա այս գրականագիտական որոշակի մղումները նաեւ դրսեւորում է այդ շրջանում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։